ով որ սիրել է եւ այդ սերը դարձել է փոխադարձ եւ շարունակում է մինչեւ օրս, նրանք համարվում են երջանիկներ, ովքեր որ սիրել են եւ այդ սերը չի դարձել փոխադարձ, կողմերից մեկը լքել է եւ ունեցել է այլ կյանք, բայց կողմերից մյուսը շարունակում է սիրել մինչ օրս, այդ սերը դարձել է դժբախտություն, ճակերտավոր ասած, կամ սիրո օբյեկտը դարձել է իր ուրվականը։ Ինչ է թաքնված այս տողերի հետևում։ Խոսալու եմ անավարտ հարաբերությունների մասին, որը որ շատերիս նաև հայտնի է այլ տեսանկյունից անավարտ գեշտալտ ասածը։ Դա հետևյալն է, մարդկանց կյանքում այն իրադարձությունները, այն պատմությունները, այն իրավիճակները, որոնք որ տրամաբանական ավարտ չեն ունենում, կամ տվյալ մարդը չի կարողանում հասկանալ ինչ պատճառով, ինչից ելնելով է դադարում այդ հարաբերությունը, այդ իրավիճակը ավարտին հասնել, այսինքն մնում է կիսատ, դա կոչվում է անավարտ գեշտալտ։ Այն պատմությունները, որոնք որ տրամաբանական ավարտ չեն ունեցել, չեն հասել տրամաբանական վերջակետին, դա մարդու կյանքում առաջացնում է բարդություններ։ Մեր հոգեկանը անդադար ռեսուրս է ծախսում այդ իրավիճակը հասկանալու, բացահայտելու, լուծում տալուն։ Եվ քանի որ հարաբերությունը ինչ-ինչ պատճառներից ելնելով ընդհատվում է, կողմերից մեկը չի ցանկանում կոնտակտի մեջ մտնել, չի ցանկանում քննարկել, չի ցանկանում իր տեսանկյունը, իր դիրքորոշումը պնդել, ցույց տալ դիմացինին, որ այլևս չի կարող շարունակվել այս հարաբերությունը, անկախ նրանից, որ երբեմն սիրո մասին չի լինում խոսքը, այլ հոգետրավմաների, հոգեբանական խնդիրների, կյանքի պայմանների, ծնողների հարկադրությունների, կապվածության տեսությունների հիման վրա, ինչ-ինչ պատճառներ, բոլորը չեմ թվարկում, մի բան խանգարում է, մի բան լինում է, որը որ այսուհետ հեռացնում է այդ զույգերին, բայց այն զույգը երբեմն միշտ չէ, որ այդ զույգի վարքը կամ զույգի տևական սեր ասածը սիրո մասին է, երբեմն կախվածության մասին է, երբեմն անզորության մասին է, միշտ չէ, որ հարաբերության կորուստը, հարաբերության մի կողմի ավարտ ասացի կամ կիսատ մնացածի պատմությունը ցավ է առաջացնում այն պատճառով, որովհետև նա առանց տվյալ մարդու չի կարող ապրել։ Երբեմն պատճառներից մեկը այդ հարաբերությունների մեջ շատ ջանքեր ներդրելն է, այդ հարաբերության հետ շատ իդեալական պատկերացումներ, պայծառ ապագայի գաղափարներ, իդեաներ, որ այս մարդու միջոցով տվյալ մարդը կարող է լինել սիրված, այն մարդիկ, ովքեր որ ունեն ինքնագնահատականի խնդիր, այն մարդիկ, ովքեր որ մանկության տարիներում ծնողի հետ ունեցել են ոչ կայուն հարաբերություններ, ինչ-ինչ պատճառներից ելնելով ծնողը բացակայել է, կորուստ, մահ, հիվանդություն, օտարություն, ամուսնալուծություններ եւ տվյալ երեխայի հոգեկանը, երբ որ զարգացման կարևոր փուլերն էր անցնում եւ ծնողի բացակայությունը դիտարկվել է իր իսկ անձի կորուստը, տվյալ մարդու հոգեկանը ամբողջ կյանքի ընթացքում փնտրում է այդ սիրո օբյեկտը եւ պատահական չէ, որ հենց Ֆրեյդը այս ամենը անվանել է տրանսֆեր, որը կոչվում է հետևյալը, երբ որ մենք մեր իդեալական պատկերացումները, մեր ծնողի հետ ունեցած հարաբերությունը կամ հարաբերության մասին պատկերացումները մեր հոգեկանում զարգացնում, աճացնում, իդեալացնում ենք եւ քանի որ ծնողի կողմից չենք ստացել այն բոլոր պահանջների բավարարումը, կարևորված լինելը, սիրված լինելը, ապահովության զգացումը, պաշտպանված լինելը, մենք ամբողջ կյանքի ընթացքում փնտրում ենք այդ պատմությունը ավարտին հասցնելու կամ կարիքը բավարարելու հետ կապվածը եւ հետեւաբար կյանքի ինչ որ փուլում այս մարդը հանդիպում է մի մարդուն, ում վրա որ պրոյեկտում է իր կիսատ մնացած պատմությունները, երբեմն հենց ֆիզիկապես է զուգընկերը նման լինում իր ծնողին, երբեմն անգիտակցականի պաշտպանական մեխանիզմների կամ ավելի պարզ եթե ասեմ պաշտպանական մեխանիզմների մասին այսօր չխոսամ, երբ որ ծնողի վարքը, ծնողի հետ տեղի ունեցած հուզական ապրումները, կոնտակտը, այն բոլոր իրավիճակները, որոնք որ հուզական մակարդակում այստեղ ու հիմայից մեզ տանում են այնտեղ ու այն ժամանակ, երբ անգիտակցորեն է տեղի ունենում եւ մենք չենք հասկանում, չենք գիտակցում, որ այս պահին այն ինչ որ տեղի է ունենում իմ զուգընկերուհու ու իմ միջև, դա ուղիղ հավասար է, ուղիղ
հիշեցում է անգիտակցականում այն խորտակված, անտեսված, արտամղված էմոցիաներին, ապրումներին, զգացողություններին, որ այն ժամանակ մեզ շատ հաճելի էր, եւ տվյալ մարդուն հանդիպելուց այդ էմոցիաները վերակենդանանում են։ Մեր հոգեկանը կարծես ծարավ երեխայի պես, ծծկեր երեխայի պես փորձում է հափշտակել տվյալ մարդուն, փորձում է ամուր պահել եւ որպիսի նա նրան չկորցնի, որպիսի նույն ցավը չապրի, ինչ որ ծնողի հետ հարաբերության կոնտեքստում է տեղի ունեցել, այստեղ նրա տագնապները ուժեղանում են, նրա կորցնելու վախը ուժեղանում է, միայնակության վախը ուժեղանում է, ապահովության զգացումը, այդ ապահովության օբյեկտին չկորցնելու համար նա սկսում է պայքարել, որը որ բուռն էմոցիաներ է առաջացնում տվյալ մարդու հանդեպ եւ նա կարծես փախչում է։ Եվ նա կարծես նմանվում է այս իրավիճակը այն պատմության, որ երբ որ ինչ-որ մեկին գրկում ես, ինչ-որ բան հաճել է, երբ որ շատ ուժեղ ես գրկում, նա այդ գրկախառնությունից խեղդվում է եւ պաշտպանական մեխանիզմն է մարդու, երբ որ ինչ-որ բան ցավում է, ազատվել այդ ցավից։ Այստեղ ավելի պարզացված եմ օրինակը բերում այն նրա համար, որpիսի մենք հասկանանք, երբ որ մենք շատ ուժգին ինչ-որ բան ցանկանում ենք, մեր մոտ ցանկությունը վերածվում է կորցնելու վախի եւ որpիսի մենք իրեն այլևս չկորցնենք, ամեն ձև ուզում ենք ամուր գրկել, կարծես մարդը ուզում է ձեռնաշխտաներ գցել այդ մարդու ձեռքերին, որpիսի 24 ժամ վերահսկողություն ունենա նրա վրա, որpիսի չկորցնի, բայց նորից անդրադառնամ, իսկ մենք այն ինչ որ չենք ցանկանում կորցնել, այն ինչ որ շատ ուժեղ ենք պահում, այդտեղ միանում է մեր տագնապները, վախերը, անհանգստությունը եւ դա վանում է առաջացնում, այսինքն դա նման է ֆիզիկայի օրենքի արդեն երբ որ երկու իրար վանող օբյեկտներ մոտիկացնում ենք իրար, ավելի ուժեղ են վարվում, ինչքան ուժեղ ես իրանց սեղմում, որ մոտիկանան, ավելի են հեռուանում։ Եվ նորից անդրադառնամ այն պահին, որ ինչու է սիրո օբյեկտը մարդու կյանքում դառնում ուրվական, քանի որ հոգեկանում այս պատմությունը ավարտված չէ եւ մարդը սկսում է շարունակել սիրել իր պատկերացումների մեջ մնացած իդեալական կերպարին, այստեղ կարծես ամեն մարդու մեջ, ամեն իրավիճակում եւ փնտրում է տվյալ մարդու կերպարը, տվյալ մարդու արտաքինը, նմանացնում է ինչ-որ մեկի վարքն ու արարքը իր սիրեցյալին, մարդկանց մեջ ման է գալիս կարծես նա ման է փնտրում է իր սիրեցյալի կերպարին, կամ երբ որ լինում են ինչ-որ իրավիճակներ, հիշողությունները նորից հետ են տանում անցյալ, եւ անդադար անցյալի այդ իդեալականացված հիշողությունները գալիս են ներկա ու խանգարում են մարդու ապագայի կառուցմանը, եւ հաճախ մարդուն չի հաջողվում հարաբերություններ կառուցել, որովհետև նրա հոգեկանը եզրահանգում է կատարել, որ այն մարդը, ումը որ նախկինում սիրել է, նա ամենան է, եւ հաճախ ամենայի կերպարը այդ դերում դրված մարդը դառնում է անհասանելի երևույթ, որտեղ որ արդեն ոչ թե մենք իրականության շրջանակներում ենք փնտրում ինչ որ մեկին, ում հետ առողջ հարաբերություններ կարող ենք ունենալ իր թերություններով եւ իր լավ կողմերով, բացասականը մի կողմ դրած, որովհետև սիրո ընթացքում այդ քիմիական արտադրված հորմոնների շնորհիվ մենք իդեալականացնում ենք մեր սիրո օբյեկտին եւ չենք տեսնում այդ փուլում նրա թերությունները, իսկ երբ որ հարաբերությունը ավարտվում է վաղ փուլում, մենք մնում ենք այդ պահի մեջ, այսինքն մարդու բացասական ու մարդկային կողմերը մեր կողմից անտեսվում են եւ պատահական չէ, որ սիրահարվածության փուլում մարդու կրիտիկական մտածողությունը հետ է նահանջում, այսինքն այստեղ մածունը սև է ասածը դառնում է իրական տվյալ մարդու համար եւ հետեւաբար չի հաջողվում նոր ու ավելի իրական հարաբերություններ կառուցել, որովհետև նրա անգիտակցականում, հոգեկանում շարունակում է ապրել մարդու ուրվականը, շարունակում է ապրել սիրեցյալի իդեալականացված կերպարը եւ հետեւաբար մարդը արդեն ապրում է վիրտուալ իրականության մեջ, ապրում է ֆանտազիաներով, հիշողություններով, երանություններով, երազանքներով, որ նորից հետ է գալու, նորից վերականգնվելու է, հրաշքներ է տեղի ունենալու։ Նման հարցը, երբ որ դառնում է խնդիր, այս փուլում կարևոր է գիտակցել, որ այն հարաբերությունները, որը որ արդեն անցյալում են, կամ գուցե քո սիրո օբյեկտը արդեն ամուսնացել է եւ ունի լրիվ այլ առօրյա, լրիվ այլ արտաքին ու
ներքին տեսք ու հոգեվիճակ աշխարհ ընկալում եւ ներկայումս չի կարող ձեր մեջ լինել հարաբերություններ, հետեւաբար կարիք կա դիմելու մասնագետին, որպիսի ավարտին հասցվի այն ապրումները, այն հարաբերությունը, որ արդեն տարիների վաղեմություն ունի կամ ամիսների վաղեմություն ունի, իսկ սա մենակով անելը երբեմն անհնարին է դառնում, եթե դա հնարին լիներ, դա ձեր մոտ տարիների վաղեմություն արդեն չէր ունենա եւ հենց այստեղ է, որ կարծես սերը դառնում է տառապանք, բայց երբեմն այս սեր ասացի տակ հենց թաքնված է կախյալ վարքը կամ կախվածությունը, երբ որ մարդը շնչահեղձ է լինում առանց սիրո օբյեկտի, այստեղ կարիք կա սիրո սահմաններից դուրս դիտարկել, հետազոտել հոգեբանական գործիքներով տվյալ իրավիճակը, այսքանը։